Քաղաքակիրթ առևտրի բարձրագույն նշաձող սահմանած Երևան տոնավաճառը կրկին ապացուցեց, որ այստեղ գնումները պարզապես գնում չեն, այլ հնարավորություն հաղթանակների եւ էմոցիաների։ Մարտի 2-ից ապրիլի 30-ը յուրաքանչյուր հաճախորդ, որը կատարել էր 10,000 եւ ավելի դրամի գնում, հնարավորություն ստացավ դառնալու մեծ խաղարկության մասնակից։ Մրցանակային ֆոնդն աննախադեպ էր 10 հատ բջջային հեռախոս iPhone 17, իսկ գլխավոր մրցանակը Chang'an Dipal S05 էլեկտրական ավտոմեքենա։ Տոնավաճառի բակային հատվածում սպասումների եւ հույզերի տեղատարապ էր։ Փոքրիկ երեխաներն իրենց թեթև եւ բախտորոշ ձեռքով ընտրեցին 11 հաջողակներին։ Ճիշտն ասած ուզված եմ շատ։ Անհամբեր սպասել եմ խաղարկությանը, որը անկեղծ մեքենային էի սպասում։ Բայց որ այսպես ստացվեց, էլի շնորհակալ եմ։ Իսկ ինչ գնում էիք կատարել։ Տղայից վերջի զանգի շորերը։ Հեռախոսն էլ իրանն է։ Շատ շնորհակալություն մասնակցության համար, շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ արդար մասնակցության համար, մրցակցության։ Իսկ ինչ էիք գնել։ Շոր։ Սպասում էիք, որ կհաղթեք։ Ճիշտն ասած ոչ։ Կընկալում էիք, որ կհաղթեք։ Միանշանակ։ Սպասում եմ, որ պետքա շահեմ, որովհետև լիքը գնումներ եմ արել ու նպատակը կար միանշանակ հասա իմ նպատակին, բայց գերնպատակը մեքենան էր, ասենց ասեմ։ Ինչ գնումներ եք կատարել։ Ինչի դիմաց շահեցիք iPhone։ Գրենական պիտուկներ եմ գնել։ Իսկ ամենասպասված պահը դեռ առջևում էր։ Խաղարկության գլխավոր մրցանակը պատրաստ էր գտնելու իր երջանիկ հաղթողին։ Նայնա Սարգսյանը 10,618 հաջողակ թվերով շահում է Dipal S05 էլեկտրական ավտոմեքենա։ Շտապ եկեք բեմնիատ, պետք է պարտադիր ստուգենք։ Իրականում շատ մարդ կար, ես հեռվում էի կանգնած, անգամ չի հավատում, որ այնց առաջի թիվը իմ թիվը կլինի, բայց շատ արդար էր, մերսի որ հաղթեցի։ Այսքան մարդու մեջ չի հավատա, որ հենց իմ բախտը կվերի։ Ես ճիշտ հասկացա, դուք եք շահել թե ձեր մայրը։ Մայրս։ Իսկ պատրաստվում եք դուք վարել մեքենան թե մայրիկը։ Կսովորեմ անպայման ես կվարեմ, որովհետև մաման միշտ ինքնին ու մի քիչ վախենում է։ Ինքը ավելի շատ iPhone էր ուզում, քան մեքենա։ Երևան տոնավաճառը շարունակում է ոչ միայն ստեղծել գնումների լավագույն պայմաններ, այլև տալ իրական հնարավորություն զգալու հաջողության բերկրանքը։ Երևան տոնավաճառ, այստեղ գնումները դառնում են հաղթանակ։